Ղարաբաղյան Սյունիքում շուրջ 200 դպրոցի փակման մասին կա հայտարարություններ, հրապարակումներ, ինչ է կատարվում։ Սյունիքում 200 դպրոցի փակման, որտեղից դες նման ինֆորմացիա։ Մամուլում է այդ մասին։ Դե մամուլում եւ Սիսիանում որոշ դպրոցներ։ սխալ է մամուլում գրված ինֆորմացիան։ Իսկ քանի դպրոց է փակվելու։ Ես տեղյակ չեմ քանի դպրոց է փակվելու, ես տեղյակ եմ թե որ որոշ դպրոցներ վերամիավորվում են մեկ դպրոցի շուրջ, օրինակ այն դեպքերում, երբ որ օրինակ դպրոցներից մի քանիսում, օրինակ, չգիտեմ, 4-5 աշակերտ է լինում եւ քանի որ նպատակահարմար չի, օրինակ 4-5 երեխայի համար դպրոց կառուցել, մենք կառուցում ենք դպրոց, միջազգային ոչ թե վերանորոգում կամ նորոգում, եմ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մենք կառուցում ենք զրույց միջազգային ստանդարտներով դպրոցներ, որոնց պայմանագրային գները որոշ դեպքերում 4-5 միլիարդ դոլարի համարժեք դրամ է լինում եւ բնականաբար բոլոր այդ հարակից գյուղերի աշակերտներին տեղափոխելու ենք այդ դպրոցներ։ Բայց ինչպես է տեղափոխումը կազմակերպվում, որտեղ օրինակ կան ծնողներ, որ ասում են, որ մի համայնքից մյուսը գնալը հատկապես օրինակ եղանակային պայմաններում ծննդանը։ Այդ նույն եղանակային, այդ նույն ամեն ինչ կա, այդ նույն եղանակային լսեք, այդ նույն եղանակային պայմանների բարագայում նաև օրինակ մեր դպրոցի դասատուները շատ մեծ խանդավառությամբ քաղաքից գնում են եւ դպրոցում հարցազրույց են, ներողություն, դասավանդում են, այսինքն տեղափոխության հարցը պետությունը վերցրել է իր վրա։ Ինչու՞մն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Իսկ ինչից է ենթադրում, որ ասում էր, որ 300 դպրոց, 500 դպրոց, 300 Տեսեք, 18 թվականից հետո Սյունիքի մարզում կառուցվում է ոչ թե վերանորոգվում է, այլ կառուցվում է, կառուցվում է մոտավորապես, եթե չսխալվեմ, մի քանի տասնյակ միլիարդի դպրոցներ եւ փակվելու մասին, որը ելի եմ ասում, ոչ մի նախկին իշխանության ժամանակ նման ծավալի աշխատանք չի կատարվել։ Այս ամենը ինչ փակվելու մասին, իսկ փակվել, եթե իրանք մի փակված դպրոց, որում օրինակ սովորել է 3 կամ 4 աշակերտ փակվում է, եթե դա համարում են փակվել, ապա իրանց խնդիրն է։ Ուրեմն դուք արդյոք կանչվել եք ԿՊՆ-ին։ Հա, իդեպ մոռացա ասեմ։ Հարցեր են ձեզ ուղղել, պատգամավոր լինելու եք, թե ոչ։ Այո, կանչել են։ Եվ Ինչի եւ որոշում կայացվել է արդեն ձեր մասով վարչությունից։ Պետք է չխոսանք էլի դրա մասին։ Վարչությունը եթե պետք լինի, ինքը կհայտարարի դրա մասին։ Այսինքն մերժել են ձեզ։ Լսեք, ոչ մեկ ինձ չի մերժել։ Ասում եմ, վարչությունը եթե հարկ կլինի, վարչության որոշումները ճիշտ կլինի վարչությունից հասնել կամ կուսակցության աշխատակազմից։ Հիմա դուք ձեզ տեղեկացրել են, բայց դուք ուղղակի չեք ասում։ Այո, ինձ տեղեկացրել են, ուղղակի ես չեմ ասում։ Կներեք, դուք առաջադրվել եք։ Այո։ Անցել եք քննել։ Կրկնվում եք դուք, ուշացեք մի քիչ։ Այսինքն կարող ենք ասել, որ Դուք ստում եք, դուք ուղղակի խոսք եք քաշում, դուք նման տեղեկատվություն չունեք։ Որովհետև պայմանավորված է նրանով, որ վարչությունը պետք է ինքը որոշում կայացնի։ Ինքը իր որոշումը, որը կայացրել է, հրապարակի թե չհրապարակի։ Նիստերը լինում են փակ, բնականաբար եւ այսքանով ավարտում է ստանում։ Իսկ այդ խստացումներն ինչով է պայմանավորված, որ այդքան խիստ ձևով են ընտրում, թե ով պետք է մնա պատգամավոր, ով չպետք է մնա, ինչ դժգոհություններ ունեն։ Մեր 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջի խորհրդարանական ընտրություններն է, որը տեղի ունենալու հերթական։ Եվ մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին եւ ցուցակը կազմվելու է համագումարով մեր պատվիրակների կողմից։ Դժգոհություններ ունեն որոշների հետ կապված, որ ամբողջ այս տարիների ընթացքում մեկ անգամ հայտարարությամբ հանդես չեն եկել, հարցազրույցներ չեն տվել, կամ ոմանք էլ դե այդպիսի պատգամավորներ կան, որոնք առանձնապես մենք չենք տեսնում, որ ելույթներ ունենան կամ հարցազրույց տան, ոմանք էլ երբ որ հարցազրույց են տալիս, հետո մեզ պատմության մեջ են ընկնում այնպիսի բաներ են խոսում եւ ասում են սրանով է պայմանավորված, որ թիմում ասում են այնպիսի մարդիկ չլինեն, որ հետո գլխացավանք դառնան։ Ինձ հիմա այդ ամեն ինչ չեք ասում։ Ուզում եմ ասեմ, այդ սկզբունք այդ խնդիրներն են պատճառով այսքան խստացումներ իրականացնում։ Լսեք, խստացում չի, սա կրկնում եմ, առաջի խորհրդարանական ընտրություններն է, որը տեղի է ունենում հերթական մեր իշխանության գալուց հետո։ Ինչի մասին է խոսքը, այսինքն ես սենց ասեմ, եթե 21 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեին հերթական, էլի այս ձև կներ։ 18 թվականին եղել է արտահերթ, 21 թվականին եղել է արտահերթ։ Հիմա միակ
ընտրություններն են, որը հերթական է։ Ինչն է Դուք ձեր խնդիրը։ աշխատանքը ոնց եք գնահատում։ Ես չի որ պետք է գնահատեմ իմ Վերջերս աշխատանքը։ մեր ձևով շարժման անդամներն էին գնացել Սյունիք եւ Կապրամնի ճանապարհին նկարել էին ադրբեջանական դրոշ, ասում էին սա է Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունը ծածանվում է Թշնամու երկրի դրոշը։ Այնպիսի նախ հայկական տարածքում չի թե նման բան են ասի, ապա ստել են, ես սրանում է հենց խնդիրը, որ նոր սկսել են քաղաքականությամբ զբաղվել, ինչպես կա Սերկոն ջան Հայկը չոչանել եւ հայտնվել են Սյունիքում, ես հասկացակ չէ, որ եթե այլ պատճառ չլիներ, իրանք երբեք Սյունիքում չէին հանդիպում, որովհետեւ այդ ադրբեջանական դրոշները 21 թվականից, եթե չեմ սխալվում, կամ 20 թվականի վերջից այնտեղին եւ դեմարկացված հատվածը այդ հատվածը, այսինքն դեռ փաստարկված չի, բայց մենք բոլորս գիտենք, որ դա սովետական Հայաստանի եւ սովետական Ադրբեջանի սահմաններն են եւ խնդիրը այնա, որ հա իրականում երևի 5 տարվա մեջ կամ գնացել են քաղաքական գործիչ դեռ իրancs չեն համարել կամ հիմա են սկսում ակտիվ գործունեություն ծավալել, իհարկե անհաջող, բայց եւ այնպես հիմա են հայտնաբերում, որ այնտեղ ադրբեջանական դրոշ կա։